ճնշումների ներքո մենք գալիս ենք հասնում ենք 2023 թվական, որտեղ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը որոշում են ստեղծել Իմ Նեմնիմի podcast-ը մեկ հիմնավորմամբ, որ մարդկանց հետ պետք է խոսել անմիջական, քարոզչական նարատիվները պետք է ներկայացնել հնարավորինս պարզ մատչելի, որպեսզի մարդկանց հասանելի լինի, եւ այդպիսի գործիքակազմը ապահովում է podcast երևույթը, որը այն ժամանակ Հայաստանում դեռ կիրառելի չէր առնվազն քաղաքական ոլորտում։ Եվ Նեմնիմին առաջին քաղաքական, նաեւ ինչպես տղաներն են ներկայացնում, քաղաքական քրեաիրավական ոդքասթներ Հայաստանի Հանրապետությունում, որին արդեն հաջորդեցին բազմաթիվ այլ ոդքասթներ։ Չգիտեմ մնացածները հաջողություն ունեցան թե չէ, մի քիչ մեծախոսություն չլինի, բայց փաստ է, որ այսօր մենք առնվազն նշում ենք Իմ Նեմնիմի ոդքասթի 300-րդ թողարկումը, որի կեսը առնվազն Նարեկը եւ Վազգենը չեն վարել։ Իդեպ մեկ հատկանշական բան նշեմ, երբ որ 2023 թվականին ստեղծվեց Իմ Նեմնիմին, մի անգամից առաջին քրեական գործը շատ երկար սպասեցնել իրեն չտվեց։ Խոսքը այն մասին է, երբ 2023 թվականի մարտի 31-ին ԱԺՊՏ-իրավական հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ այդ քպական ուսապարկերից մեկը Վլադիմիր Վարդանյանը հարձակվեց երջանկայի շտակ եւ լուսահոգի մեր Սահակյանի վրա, մեր լավ ընկերոջ, ով դիմեց ինքնապաշտպանության։ Եվ հետագայում ոդքասթի շրջանակներում Նարեկ Սամսոնյանը խոսելով տվյալ միջադեպի մասին նշեց, որ դա եղել է ինքնապաշտպանություն եւ խոսեց ինքնապաշտպանության անհրաժեշտության մասին։ Այո։ Այդ իրավիճակներում սրանք ինչ բռնեցին այնց, որ իբր եղել է այդ ոդքասթի շրջանակներում բռնության արդարացում, բռնության քարոզ կամ բռնության արդարացում, բայց այն աստիճան աբսուրդ էր մեղադրանքը, որ շատ արագ փլուզվեց այդ գործը եւ Սամսոնյանը արդարացվեց։ Այո, դատավոր Տիգրան Ոսկանյանի նախագահությամբ։ Դրան արդեն հաջորդեցին ավելի լուրջ բռնաճնշումներ, մասնավորապես ձերբակալություններ, կալանավորումներ